ավարտ, եւս մեկ մեջբերում արդեն ԿՀ նախագահ Վահագն Հովակիմյանից մեջբերում եմ տեղական դիտորդների առումով խնդիր է, իրենք վաղուց արդեն քաղաքական են, բայց չեն ուզում բացահայտ եւ ազնվորեն զբաղվել քաղաքականությամբ, անընդհատ փորձում են իրենց քաղաքական մոտիվները, ակնկալիքները շարունակել քաղաքացիական հասարակության դաշտում սպասարկել, մեջբերման ավարտ եւ եւս գործընկերոջ մեջբերում այս դեպքում Լիպարիտ Դրեմյանից, որը միասնության թևեր կուսակցության պատգամավորության թեկնածու է, մեջբերում եմ ՔՊ-ն անգամ մեկ աշխատակից չի ունեցել գրանցված Քայոզ Արշավի ողջ ընթացքում։ Մեջբերման ավարտ, խնդրեմ, անգամ մեկ աշխատակից չի ունեցել գրանցված Քայոզ Արշավի ողջ ընթացքում։ ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործընկերոջս հարցն է, դուք կարող եք մեկնաբանել, համեցեք պարոն Սաքոնց եւ նաեւ պարոն Ավագյան։ Դիտորդների որպես բլոգեր լինելու հետ կապված, ճիշտ ասած, պետք է երևի թե շատ կոնկրետ ասել, որովհետեւ կոնկրետ մեր անկախ դիտորդի կողմից թե նախընտրական ժամանակահատվածում մենք հանդես ենք եկել մեր դիտարկումներով, շատ հստակ, եւ նաեւ նախնական զեկույց ենք ներկայացրել։ Ավելին նաև իրավական գործընթացները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի հետ, խախտումների հետ կապված, հաղորդումների մի ամբողջ փունջ ենք ներկայացրել, դրա վերաբերյալ նույնպես հաղորդում ենք տվել, դրա համար երևի թե թող հասցեագրված ասեն անկախ դիտորդին վերաբերում, թե որտեղ դիտորդական առաքելություն կարծեմ մոտ 2700 անձ են ներկայացված, այսինքն մենք էինք ականատես դիտորդը եւ մի քանի այլ դիտորդական կազմակերպություններ։ Եթե ունեն իդեպ նաեւ ասեմ, որ հենց այդ 3 տեղամասերի մասին, որոնց մասին հիշատակեց պարոն Ավագյան, հենց մենք ենք նաեւ բարձրացնում, որտեղ պետք է անպայման լինի վերաքվեարկություն եւ դա մեր պահանջն է եղել, հա։ Թե այսինքն ես ուզում եմ հասկանամ, թե մեր գնահատականները ընդհանրապես կարդացել են, թե ոչ։ Եվ ինչի հիման վրա է նման դատողություն։ Քաղաքասարակության հետ կապված, այո, քաղաքասարակությունը շատ տրոհված է, շատ ավելի, քան ենթադրենք մինչ հեղափոխությունը, որովհետև մինչ հեղափոխությունը հստակ էր քաղաքասարակության մի խումբ կար, այն ժամանակ էլ կար պոնգոներ, political NGO, այսինքն քաղաքականացված, դա միշտ ա եղել։ Հա, օրինակ հիմա ամենա թարմ օրինակներից թեկուզ հայաքվեն համ դիտորդական առաքելություններ իրականացում, համ քաղաքական գործունեություններ իրականացում, տեխնացուների եւ այլն կամ առաջադրման, այսինքն այդ դեպքում մեր քաղաքասարակության որ ներկայացուցիչն է բան եղել, համ դիտորդություն իրականացել, համ քաղաքական կամ անդամության հայտ ներկայացել կամ թեկուզ այդ առումով։ Այնպես որ սա այն որ իրապես կան, որ ինստիտուտներ են եղել, որոնք հստակ ունեցել են շահերի բախում, հա, երբ որ անկախ պետք է դիտարկել եւ գնահատականներ տրվի եւ նաեւ անաչառնել հետեւողական եւ եղել են նաեւ այնպիսի դիտորդներ, որոնք այդպիսի դիրքորոշում չեն ունեցել, բայց որովհետեւ դեպքում հիմա այսօրվա քննարկումների կարևոր թեմաներից մեկը հենց քաղաքասարակության անելիքների մասին է խոսքը։ Եվ ի վերջո նաեւ պետք է հաշվի առնել հետեւյալը, քաղաքասարակությունը ոչ թե զուտ դիտող է կամ ոչ դոք, հա, այսինքն դիտարկող, այլ նա հստակ արժեքներ իր, մարդու իրավունքներ, ժողովրդավարական արժեքներ։ Եվ այս առումով քաղաքասարակության դերը շատ դժվար է եղել, պարզ ասեմ, երբ որ ազգային ժողովում եւ նախկին եւ նաեւ եթե հիմա այդպես հանձինս ընդդիմության մենք չենք ունեցել մեր գաղափարական գործընկերը, որովհետեւ այդ ուժերը իրենց ամբողջ էությամբ եղել են հակաժողովրդավարական եւ մարդու իրավունքները իրենց համար այնքան նշանակություն ունեն, ինչքան որ իրենց քաղաքական շահերին է բխում։ Ես չեմ ասում իշխանության համար դա հիմնական, հա, բանն է, բայց Եվրոմիություն Հայաստան ռազմավարական նոր օրակարգ, Եվրոմիության քաղաքացիական ուրեմն դիտորդական առաքելություն, Եվրոմիություն Հայաստան վիզաների ազատականացման։ Ես հարցեր եմ ասում, որոնք այդպես է այս նախընտրական ժամանակահատվածում քննարկման առարկա չդարձավ քննարկման առարկա։ Անվտանգություն ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով։ Սա չէր բանավեճի առարկան։ Սա է ամենահիմնական խնդիրը։ Եկեք արձանագրենք, որ ամեն դեպքում իշխանությունը ըստ էության օրակարգը ներկայացրեց, այդ վախի մթնոլորտը մեզ չընտրեք տեղի կունենա պատերազմ եւ ընդդիմությունն էլ արդեն
Եթե արդեն առաջ բերեց այլի մյուս այդպես Չէ, ընդդիմությունը առաջ բերեց 300,000 ադրբեջան, այսինքն բոլորը վախեցնում են, իշխանությունը իր հերթներ վախեցնում, ընդդիմությունը, այսինքն ընտրողների վրա այդ հիբրիդային սպառնալիք ասած, որ մենք դրսի մասին խոսում ենք, ինքը դրան գումարվեց նաև ներքին այդ սպառնալիքների հղման այդ գործի, բայց այդ քննարկման տիրույթում օրակարգում մենք բովանդակային բանավեճ, իմ ասած անվտանգային խնդիրների լուծման ճանապարհի մեխանիզմների եւ այն փաստաթղթերը, որոնք կան, նույն թրիպը, ասենք թե թրիպի հետ կապված, ինչ ասես ասում են, հա, բացի բուն այդ թրիպի հետ կապված հարցերը քննարկելուց կամ դրա շուրջը։ Այսինքն մենք բովանդակային բանավեճ այս նախընտրական ժամանակահատվածում չունեցանք։ Պարոն Ավագյան, խնդրեմ ձեր արձագանքը։ Հիմնականում այդ ձեր նշած հարցերի կոնտեքստում այն ՔՀԿ-ներն են թիրախավորվել, ովքեր որ իրականում հիբրիդային սպառնալիքներին փորձել են այս կամ այն կերպ հակազդեն։ Նույն մենք օրինակ նկատել ենք, որ այդ տեղեկատվական դաշտի այդ սպառնալիքները հիմնականում ահագնացան ոչ թե ընտրություններից անմիջապես առաջ, այլ Վաշինգտոնյան հռչակագրից հետո։ Եվ Վաշինգտոնյան հռչակագրի հետ կապված, երբ որ արտահոսքեր կար ինֆորմացիոն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, հենց այդ պահից ի վեր արդեն սկսվեց ակնհայտ կեղծ ու մանիպուլատիվ ինֆորմացիա տարածվել այդ գործընթացի հետ կապված։ Մասնավորապես, որ որոշում է կայացվել Սյունիքը հանձնել, որ Սյունիքը կտրվել է Հայաստանի իր հիմնական մասից։ Եվ այդ ամեն ինչ իրականացվել է համակարգվային եղանակով, այսինքն այնպես չի, որ որևիցե մի լրատվական կամ որևիցե մի փորձագետ հայտնել է ինչ-որ կարծիք, որը տարածվել է, հա, այսինքն օրինակ ինչպես եղավ այդ արևմտյան ադրբեջանցիների անձնագրերի պարագայում, երբ որ ուղղակի մի հրապարակում եղավ։ Այդ պարագայում, երբ որ քաղաքացիական որոշ դերակատարներ, ովքեր հասկանում են, որ այս ամբողջ մանիպուլատիվ հոսքերը ուղղված են Հայաստանի սուվերեն որոշումները արժեզրկելու համար եւ այդ process-ները որոշակի խաթարելու համար, սկսեցին դրան հակադարձել տեղեկատվական դաշտում եւ այդ գործունեությունից ի վեր նմանատիպ դերակատարներ սկսեցին թիրախավորվել եւ նաեւ շատ դեպքերում պիտակավորվել որպես իշխանությունների հետ համագործակցող։ Բայց իշխանությունների հետ համագործակցելու խնդիրը չի, որովհետև նկատում ենք, որ կլինի թե դելիմիտացիայի գործընթացը, որը էլի նույն ապատեգատվական հոսքերով ուղղորդվեց, նույն այդ խաղաղության օրակարգի շուրջ տարվող բազմաթիվ քաղաքական գործընթացներում այդպիսի բաներ եղավ, եւ նկատվում էր, որ այն որոշումները, որոնք որ այս կամ այն կերպ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցություն թույլատնում են, ուղեկցվում է մի հատ ահռելի մեդիա արշավով ու ապատեգատվական հոսքերով, եւ բանը հասել էր նույնիսկ նրան, որ այդ մանիպուլատիվ ինֆորմացիայի հիման վրա հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորվել է համոզմունքներ, արդեն խնդիրը այստեղ նաեւ ուղղակի ապատեգատվությունը կամ ֆակտ չեքը չի, որովհետեւ մարդը արդեն այդ մանիպուլատիվ ֆոնին ձևավորում է համոզմունքներ ու այստեղ արդեն քաղաքացիական նաև որոշ դերակատարներ սկսել են ավելի խորքային աշխատանքներ, որպեսզի ինչ-որ առումով հակազդեն սրան, որտեղ հստակ զգացվում է, որ դա կոնկրետ արտաքին օպերացիա է, հասարակության շրջանում այն արտաքին քաղաքական որոշումները, որոնք որ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնում են, բայց թեև Հայաստանի շահերից են բխում, որ մարդիկ այդ գործընթացները ուղղակի չհամակրեն, չպաշտպանեն այդ գործընթացները առաջ մղողներին եւ հետեւապես այդ կոնտեքստը գալիս է այդ ժամանակ հա այդ դիլեման կա հիմա դու ասում ես եթե կա քաղաքական ուժ որը օրինակ նույնպես հա փորձում է դրան հակազդի հիմա արդյոք դու պետք է ինչ հակա այդպիսի քաղաքական ուժ որ դրան հակազդում է դու դա հաշվի առնելով առասարակ չներգրավես այդ օրակարգում Շնորհակալություն պարոն Սաքունց, դուք հիմա կշարունակեք պարզապես մի հարց տամ, դուք նաև այդ հարցին, ինչպես եք պատկերացնում իշխանությունների հետ ձեր հարաբերությունները քաղաքացիական իշխանություն, որովհետև տպավորություն է ստեղծվում, քաղաքացիությունը ներկայացեց եւ ընտրություններից առաջ բազմաթիվ առաջարկներ, որոնք այսպես մեծ հաշվով չընդունվեցին, հիմա է ներկայացնում առաջարկներ, որոնք կարծես անտեսվում են եւ տպավորություն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարծես թե հաջողությունից պայմանական գլխապտույտի մեջ է եւ վարչապետն էլ իր անգամ միանձնյա որոշումները համակրանք հակակրանքները վերագրում է ժողովրդից ստացած մանդատին, ժողովրդի ցանկության, համեցեք։ Նախ առաջերտին ես ասեմ, որ թիրախավորման տեսակետից քաղաքական որևէ ուժ
անկախ նայած իշխանական թե ընդդիմադիր իրենց կոչեցյալ։ Եթե կարծում է, որ քաղաքասարակությունը կամ քաղաքասարակության կազմակերպությունը գոյություն ունի այնքան ու ինչքանով որ սպասարկում է իրենց քաղաքական շահերը կամ համապատասխանում է իրենց քաղաքական քիմքին, չարաչար սխալվում են։ Սա մեկ։ Եվ նման ակնկալիքներով մոտենալ, թե քաղաքասարակությունը իր դիրքում է, թե ոչ, դա անպտուղ եւ անարդյունավետ ակնկալիքներ են եւ դրանով է, այո, նաեւ պայմանավորված թիրախավորումները։ Քաղաքասարակության օրակարգի հիմնական խնդիրը դա ժողովրդավարական ինստիտուտներն են, արժեքներն են, մարդու իրավունքները, հաշվետու թափանցիկ կառավարումը։ Վերջ։ Այս արժեքների շուրջն է մեր բոլոր մոտեցումները։ Իդեպ ասեմ, եթե այսօրվա ընդդիմություն կամ նախկին իշխանություն ասածները երևի մոռացել են, որ այնպես չի եղել, որ մենք չենք փորձել իրենց հետ էլ համագործակցենք։ Եղել են հասարակական խորհուրդներ, հանդիպումներ, քննարկումներ։ Ուղղակի այն ժամանակ շատ հստակ գիծ ա եղել։ Ոչ մի առաջարկ քաղաքասարակության կողմից չընդունել, ընդհակառակը ազգի թշնամիներ էինք որակվում։ Մոռացել են դա։ Հիմա մենք ազգի թշնամիներ իշխանության կողմից չենք որակվում, բայց ոչ թե այն պատճառով իշխանության պահանջն ենք կատարում։ Չէ, մենք այս իշխանության ասում ենք, որ քաղաքասարակությանը հիշում եք միայն այն ժամանակ, երբ որ դա ձեր քաղաքական շահերին է համապատասխանում ինչ-ինչ առաջարկություններ։ Իսկ այն առաջարկությունները, որոնք հենց մարդու իրավունքների հետ կապված են, ասենք նույն խոշտանգումների հետ կապված հարցերը մենք մշտապես բարձրացրել ենք եւ գտել ենք, որ եւ գնահատել ենք, որ պետությունը իր պարտավորությունը պատշաճ չի կատարում, չէ, վերջին հաշվով։ Զինված ուժերի մահացության հետ կապված հարցերին հստակ ենք տվել գնահատականներ։ Քրեակատողական հիմնարկների մահացության դեպքերի հետ կապված հստակ ենք տվել գնահատականներ։ Բայց ավելին նաև հիշեցնեմ, հունիսի 3-ին հենց մեր կազմակերպությունը հիբրիդային հարձակման ենթարկվեց։ Եվ որ մի ժամը 15:25-ից մինչև 18:28 մի 30 հատ տարբեր ուրեմն բան է, սպառնալիքներ էին ուղարկում պաշտոնական էլեկտրական միջոցին, հա, զուտ էին բանով, հա, որ մենք դառնանք իբր թե տարածող այդ վախի բանի, որտեղ անմիջապես անձնակազմի վրա էր նաև դատասում, չեմ ասում հեռախոսազանգերը։ Այդ դուք էիք ստանում։ Հիմա Հայաստանում այոյի իրավունքի գերակայության սկզբունքի հետ կապված ունենք խնդիրներ, դա մասին ասել ենք։ Ամենապարզ օրինակը բերեմ։ Որևէ կերպ չի կարող հիմնավորվի իրավական տեսակետից, գիտեք իմ վերաբերմունքը այդ Ռոբերտ Քոչարյան կոչեցյալ անձին, որը պատասխանատվություն այդպես էլ չկրեց, բայց սահմանապահ ծառայության կողմից այդ տեսանյութի տարածումը ինքը իրավունքի խախտում է, եւ դրա հետ մենք չենք կարող հաշ լինել ու ասենք թե գիտեք ոնց է, դե քանի որ իրան ավերաբերում, թող ինչ կարող, չէ, որտեղ մեխանիզմի մասին է խոսքը, արդեն թե կապ չունի, թե ում նկատմամբ է կիրառվում։ Հասկանալի, այսինքն եւ այստեղ, երբ որ մենք պահանջ էինք դնում, մոռացել են այդ բաները, երբ որ մենք հեղափոխությունից հետո պահանջ էինք դնում, բազմիցս նաեւ ձեր տաղավարում ենք խոսել, անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտության մասին, փաստերի ուրեմն փաստահավաք առաքելության իրականացման մասին, մարդու իրավունքների շարունակական եւ անպատիժ խախտումների վերաբերյալ տվյալներ հավաքելու, տուժածների ձայնը լսելի դարձնելու, վեթինգի եւ այլն, ով էր այդ ճանապարհային քարտեզի դեմ դպսեկողները։ Այսօրվա դիմադիրները իշխանությունը չիրականացրեց, դրա համար մենք անդադ քննադատում ենք, իսկ ընդդիմադիր կոչեցյալների համար իրանք դարձան առաջ քննադատող այդ փաստաթղթի։ Սա է իրավիճակը։ Հիմա դուք ինչ եք ուզում։ Ակնկալում եք, որ քաղաքասարակությունը ինչ անի, ասի չէ, դե լավ, քանի որ ընդդիմությունը բանան քննադատում է, հրաժարվենք մեր այդ մոտեցումներից, թե որ իշխանություն չի կատարում, հետեւաբար նշանակում է հրաժարվենք մեր մոտեցումներից, ոչ։ Իսկ իշխանության հետ, այո, պետք է շարունակենք աշխատել եւ ազդել, աշխատել ինչու՞մ է, որտեղ որոշում կայացնողն իրենք են։ Որոշում կայացնողի հետ պետք է աշխատես որոշման վրա ազդեցություն ունենալու համար քո առաջարկություններով, քո դիտարկումներով, քո քննադատությամբ։ Եվ այդտեղ էլի մենք անհաշտ ենք։ Այն իմաստով, որ այո, ճիշտ է, մեր առաջարկությունները եթե ընդունվեին, ձեզ հստակ եմ ասում։ Սահմանադրության փոփոխման մասին 15 թվականից ենք խոսել, 2015 թվականից, որ դա պարտադրված եւ պերմանենտ ճգնաժամեր հարուցող սահմանադրություն, այդ իմ գոնե գնահատականն է։ Այդ ընդդիմադիրները այդ սահմանության մասին ներկա ընդդիմադիրները
ջատագովում էին, հիմա դժգոհում են, որ այդ սահմանադրությունը կիրառվում է, բայց միաժամանակ մենք իշխանությանն ենք քննադատում, որ ժամանակին այդ սահմանադրությունը հեղափոխությունից հետո միանգամից չփոխեցին։ Այդ մոռանում են այդ ամեն ինչը, որովհետև մեկին ձեռք է տալիս օգտագործել, մյուսին ձեռք տալիս, որ իր ստեղծած մեխանիզմը իրանց դեմ է օգտագործվում։ Հասկանում եք, այս վիճակում եկել են քաղաքասարակությունից ինչ են ուզում, որ քաղաքասարակությունը այս կամ ենք, չէ, քաղաքասարակությունը շատ հստակ օրակարգ ունի։ Եվ այդ օրակարգի մոտեցումները, եթե մեկի կողմից մերժվում է, իսկ մյուսի կողմից օրակարգը լիարժեք չի ընդունվում, բայց մենք չենք կարող այդ առումով ասենք, թե գիտեք ոնց է, դե լավ հաշտվենք, չէ, չենք հաշտվում։ Պարոն Ավագյան, ինչ կոնկրետ առաջարկություններ ունի քաղաքասարակությունը, ինչ պահանջներ, ինչ անհամաձայնություն իշխանությունների հետ այսօր։ Տեսեք, որ այդպես ձևակերպում ենք, ինչ պահանջներ ունի քաղաքասարակությունը, մենք պետք է հասկանանք, որ այսօրվա քաղաքասարակությունը ինքը միատար մարմին չի, ունիտար չի քաղաքասարակությունը, այսինքն քաղաքասարակությունը բաղկացած է տարբեր խմբերից, որոնք ունեն տարբեր մոտեցումներ եւ պատկերացումներ, ընդհանուր առմամբ քաղաքասարակության դերի եւ նաեւ ակնկալիքների մասով իշխանություններից։ Քաղաքասարակության մի հատված կա, ով կարծում է, որ քաղաքասարակությունը դա ընդդիմադիր մարմին է, այսինքն անկախ ամեն ինչից ինչ է լինի, քաղաքասարակությունը պետք է լինի ընդդիմություն։ Քաղաքասարակության մի հատված կա, որ կենտրոնացած է իր կոնկրետ ավելի նեղ օրակարգերի շուրջ, հա, այդ կարա լինի բնապահպանական օրակարգ, կարա լինի այլ օրակարգ։ Քաղաքասարակություն կա, որ ավելի շատ կարևորում է օրինակ դրսից եկող սպառնալիքները եւ հիմնականում ռեսուրսները ներդնում է այդ սպառնալիքների հաղթահարման վրա։ Հետևաբար ես կարող եմ խոսել Restart հիմնադրամի համար ավելի շատ եւ չեմ հավակնի ընդհանուր քաղաքասարակության անունից գնահատական տալ։ Առաջի հերթին ես կարծում եմ, որ Restart-ի դերը պետք է լինի նաեւ որոշումների կայացման ինստիտուտներում սերնդափոխությանը նպաստելը։ Ես կարծում եմ, որ այսօր բավականին շատ մեր վերջի 2 տարվա գործունեությունը ցույց տվեց, որ բավականին շատ եւ բոլոր մարզերում եւ Երևանում կան կարողունակ երիտասարդներ, ովքեր որ կարող են ընդհանուր առմամբ ներգրավել եւ հենց քաղաքասարակության շարքերում եւ նաեւ օրինակ տեղական ինքնակառավարման մակարդակներում եւ նաեւ կարող են իրենք հանդիսանալ այսպես հանրային որոշակի դրդիչ գործոններ, հա, թե վերահսկողի դերում, թե նաեւ որոշում կայացնողների դերում, հետեւաբար Restart հիմնադրամը պետքա գտնի այդ երիտասարդներին, ուժեղացնի, հզորացնի իրենց եւ փորձի այնպես անել, որ իրենք գնան եւ տեղավորվեն այդ ամենատարբեր ինստիտուցիոնալ շարքերում, թիմ մակարդակից մինչեւ համապետական մակարդակ։ Դա մի ուղղություն է։ Երկրորդ ուղղությունը մենք բավականին լայնածավալ թեև փակ, բայց զեկույց ունենք, թե ինչպես են վնասարար դերակատարները աշխատել երիտասարդության հետ, հիմնականում թիրախավորելով ակտիվ երիտասարդներին, փորձելով կեղծիքների եւ մանիպուլյացիայի միջոցով բացական վերաբերմունք ձևավորել թե խաղաղության օրակարգի հետ կապված որոշակի հարցերում, թե նաեւ այլ mainstream քաղաքական հարցերում, որը որ Հայաստանի ապագայի եւ ինքնիշխանության տեսանկյունից բավականին նշանակալից հարցեր են եւ Restart-ի դերը այստեղ ոչ թե նաեւ որ հակառակ ինֆորմացիոն հոսքը ապահովել երիտասարդների համար, այլ հանդիսանալ այնպիսի հարթակ, որտեղ բոլոր քաղաքական դերակատարները նաեւ հիմնվելով քաղաքացիական պոզիտիվ դերակատարների վրա կարողանան վալիդ ինֆորմացիայի հիման վրա քննարկումներ ապահովենք ակտիվ երիտասարդներ, որովհետեւ իրենք կարողանան ինքնուրույն մաքուր դատողություններ անել արկա գործընթացների վերաբերյալ քննադատական մտածողության միջոցով, այլ ոչ թե տեղի ունենա ուղեղի լվացման գործընթաց տարբեր սնկանման, տարբեր կուսակցությունների կից կազմակերպությունների միջոցով, ովքեր աննկատ սրա մասին շատ քիչ է խոսվել, բայց տասնյակ այդպիսի կազմակերպություններ հազարավոր երիտասարդներ հետ աշխատել են ու կոնկրետ արդյունք գրանցել են, հետեւաբար նաեւ մենք փորձում ենք լինել այդ անաչառ, անկախ, վալիդ ինֆորմացիայի հիման վրա քննարկումներ հարուցող հարթակը ամենազգայուն հարցերի շուրջ։ Սա նաեւ շատ կարեւոր է հենց մեր հիմնադրամի դիտանկյունից, որ մենք փորձում ենք ֆիքսվել հենց գայուն հարցերի հետ կապված։ Սովորաբար
երիտասարդներին միշտ անդրադառնում են այնպես, երբ որ արդեն բոլոր կարևոր բարձր քաղաքական հարցերը քննարկվել են, այ հիմա եկեք երիտասարդների հետ աշխատենք, որ իրենք այդ հետևանքների շուրջ փորձեն տեղավորվել, այսպես ասած, այդ օրակարգերի մեջ։ Մենք հակառակն ենք մտածում, մենք կարծում ենք, որ հենց ամենաբարձր մակարդակից երիտասարդությունը պետք է մասնակցություն ունենա, եւ դա մենք ապահովել ենք եւ անցած տարի, եւ այս տարի մինչեւ ընտրությունները, եւ շարունակելու ենք ինքնին դա անել։ Սրանք այն հիմնական հարցերն են, որոնք այս պահին դերևս պարզ է, սովորաբար մեր հիմնադրամը 4-ից 5 հիմնական, այսպես ասած, անմիջական նպատակ է ունենում։ Այս երկու գլոբալ նպատակների շուրջ մենք շարունակելու ենք աշխատել, իսկ հիմա մենք ընդհանուր առմամբ ամփոփում ենք այս ընտրության հարցումները, փորձում ենք հասկանալ գալիք հիմնական օրակարգերը, որոնք են լինելու, հիմնական խոսույթները ինչ քաղաքական երևույթի շուրջ են շրջանառվելու, որպեսզի արդեն նաև հասկանանք մեր ընդհանուր դիրքավորվածությունը այդ նոր գործընթացների հետ կապված։ Շնորհակալություն, պարոն Սաքոց, թե կարելի է կոնկրետ այս հարցին անդրադառնանք, ժողովրդավարական ինչ մարտահրավերների կարող է բախվել Հայաստանը առաջիկա տարիներին գործող իշխանության շնորհիվ պատճառով։ Տեսեք, քաղաքասարակությանը վերագրել ընդդիմության դեր, դա ընդամենը երևույթի արտաքին կողմն է։ Քաղաքասարակությունը ընդդիմություն է ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգության առումով։ Ներկայիս ընդդիմության այսպես կոչված զգալի մասը եւ պարլամենտական եւ ոչ պարլամենտական, հա, իրենք վստահելի գործընկեր քաղաքասարակության համար չեն կարող լինել այդ արժեքների տեսակետից, որովհետեւ իրենք երբ որ իշխանություն են, դրանք ոտնատակ էին տալիս։ Ներկա իշխանությունը վստահության տեսակետից նվազել է այդ վստահության մակարդակը, սա միանշանակ, որովհետև ինքը հետևողական չեղավ այդ արժեքների վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելու։ Օրինակ, պատկերացրեք, Նիկոլ Փաշինյանը դժգոհում է դատական համակարգում կոռուպցիոն խմբերից։ Կներեք, այդ ես դժգոհ եմ, դուք դժգոհ եք, բայց այդ դատական համակարգում այդ վիճակի համար հետ պատասխանատուն իշխանությունն է, որը անհրաժեշտ բարեփոխումներ պետք է աներ, եւ դրա համար մենք վեթինգ էին, չէ, առաջարկում, որ այդ հաջողությամբ ձախողվեց։ Եվ այդ առումով մեր քննադատության եւ դատական իշխանության անկախության երաշխավորման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական մեխանիզմների չձևավորման համար վստահությունը նվազել է բնականաբար։ Քաղաքասարակության օրակարգում հիմնականում շարունակ որպես միշտ մնալու է իշխանության գործունեության մշտադիտարկումը այն միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների տեսակետից, որը վերցրել է պետությունը։ Սա է եղել մեր անելիքը։ Ում հետ ենք համագործակցելու։ Բնականաբար համագործակցելու ենք ոչ թե Կրեմլի հետ, կամ ԱՊ-ի հետ, կամ ԵԱՏՄ-ի հետ, այլ համագործակցելու ենք Եվրոպայի խորհրդի հետ, համագործակցելու ենք Եվրոպական միության հետ այս պահին, եւ առանձին անդամ պետությունների, որոնք այդ օրակարգը կիսում են։ Այսինքն քաղաքական ուժերից ով է կիսում այդ օրակարգը, ում հետ ենք համագործակցելու։ Մեզ համար շատ հստակ է այդ պատկերը։ Հասկանալի է, չէ՞, սա է իրավիճակը, սա շատ դժվար է, իհարկե դժվար է, որովհետև նույնիսկ կրկնեմ, այդ ընդդիմություն կոչեցյալը, որ քացուտակ էր գցել ոտնակող խարեց այս արժեքները, պարտավորությունները չկատարելով հետևողականորեն, իշխանությունն էլ այդ վստահությունը նվազեցել է հետևողական չնելով այն առաջարկությունների կատարման առումով, որը արվել է։ Հիմա այս երկրորդ փուլում, ես չգիտեմ ինչ կստացվի, որովհետև հետագա իրադարձությունները, մենք այս օրակարգից, այսինքն մշտադիտարկելուց եւ պահանջներ ներկայացնելուց չենք հրաժարվելու։ Ընդհակառակը շատ ավելի խիստ ենք դնելու, որովհետև մենք ժամանակ չունենք։ Շնորհակալություն, մեր գործընկերը հարցնի, խնդրեմ մոտեցեք խոսափոխել ներկայացրեք։ Բարև ձեզ, Մայր Հայաստան դաշինքի անդամ Սոնա Աղեկյան, հարցս որպես իրավապաշտպան պարոն Սաքունցին եմ ուղղում, գիտենք, որ ակնհայտ քաղաքական հետապնդման է ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ Վանաձորում հանրահավաքի ընթացքում հնչեցրած հրահանգով առանց որևէ հիմնավորման այսօր լրանում է ուղիղ 1 ամիս, որ Անդրանիկ Թևանյանը, մեր թիմի առաջնորդը, մեր կուսակցության եւ դաշինքի առաջնորդը գտնվում է 1 ամսյա ապօրինի կալանքի մեջ։ Ձեր վերաբերմունքը որպես իրավապաշտպան։ Շնորհակալ եմ։ Եկեք էլի ճիշտ ներկայացնենք, Նիկոլ Փաշինյանը երբ որ խոսեց, ասեց, որ սպասվում է։
Այսինքն ինքը ոչ թե ասա, որ պետք է կատարել հրահանգ տվեց, այլ ասավ, թե շուտով կսպասվի ինչ-որ մի հատ ձերբակալության մասին, կալանքի մասին, ազգային անվտանգության ծառայության կողմից։ Դա այդպես է ասել։ Այսինքն խոսքը ոչ թե վերաբերում է, որ հրահանգ տվեց գնացեք բռնեք, այլ գործողության մասին շատ շուտ խոսեց միջև այդ գործողության կատարել, այսինքն այդ գործողությունը կատարվում էր։ Թևանյանի հետ կապված քաղաքական ես բանտարկյալ չեմ համարում, միջև այդ քրեական գործի ընթացքի, հա, վերաբերյալ հստակ ինֆորմացիա ստանալը, որովհետև վերանում եմ իմ բանից քաղաքական հայացքների հետ կապված մոտեցումներից։ Նա կարծիքի Թևանյանն ինչ ասել է ժամանակահատվածի ընթացքում, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում, ոչ մի բան չի ասել։ Բայց մի րոպե, բայց որ Թևանյանը ակնհայտ, երբ որ Գյումրի ընտրությունների ժամանակ այն պետության ներկայացուցիչների դեպ էլ ասեմ, որոնց ուղղակի ներգրավում էր Գյումրի ավականու ընտրությունների ժամանակ, հերավար ուրեմն կապի միջոցով դա հայտնի տվյալ է։ Ես կներեք ռուսական կամ Կրեմլի ավելի ճիշտ, հա, որևէ ներկայացուցիչի հետ համագործակցություն ներքաղաքական իրադարձությունների հետ կապված համարում եմ ինքնիշխանության եւ անկախության եւ նաեւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ ոտնձգություն, սա միանշանակ ասեմ, եւ դա այդ առումով այդ ներկայացուցիչները չեն, որ կարող են լինել մեր գործընկերը, եւ դա այո, կարծիքի արտահայտման տեսակետից, երբ որ նման գործողություններ են կատարում, սահմանափակված է, որտեղ ժողովրդավարական պետությունը պետք է ունենա իր անվտանգության երաշխիքները, բայց նույնիսկ կրկնեմ, որպեսզի մենք վերջնական եզրակացության գանք, կսպասենք այդ քրեական գործով ինչքանով է հիմնավորում, որտեղ գիտեք, սովորաբար այդ լրտեսության կամ գործակալության հետ կապված հարցերը ունեն գաղտնիության բան, բայց մշտական գաղտնիություն չեն մնալու։ Փաստաբանների աշխատանքին պարոն Օրբելյանը ասել է, որ չկա որևէ հիմնավորում, որով կարող են մեղադրել պարոն Անդրանիկ Թևանյանին, եւ այս առումով ուզում եմ նշել, որ Անդրանիկ Թևանյանը բավականին հայամետ ազգային գաղափարախոսություն ունեցող քաղաքական գործիչ է եւ ավելի քան հայամետ է, որպիսին մեր քաղաքական այսօրվա օրակարգում ես դժվարանում եմ երկրորդի անունը տալ, սա պարզապես նշում են որպես լրտես կամ դավաճան կամ այլ երկրի գործակալ նշվում է համապատասխան կառույցների կողմից, պարոն Սաքունց, եւ կարող եմ արդյոք արձանագրել, որ որպես իրավապաշտպան անաչառ չեք գործում նայելով Անդրանիկ Թևանյանի գործին։ Տիկին Աղիկյան, դուք որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ ունեք ձեր շահագրգիռ մոտեցումը, դուք մնացեք ձեր կարծիքին, ես մնամ իմ կարծիքին։ Ինչ մնում է հայամետ, հակամետ, մենք մեր համար հայամետ ասվածը բովանդակային չի այն իմաստով, եթե հայամետ է ժողովրդավարական եւ իրավական պետության, ինքնիշխան պետության արժեքները։ Այս տեսակետից հա որոշում մեզ համար հայամետը կամ ռուսական գուբերնիա կամ չգիտեմ այլ վիլայեթա բանով ուրեմն ձևակերպումները մեր համար որպես բառապաշար ու ինքնին որպես մոտեցում հիմք չեն կարող հանդիսանալ։ Կատարում է քայլեր ինքնիշխանության ապահովման ուղղությամբ, կատարում են քայլեր ժողովրդավարական հաստատությունների կամ ինստիտուտների հզորացման ուղղությամբ, կատարվում են քայլեր մարդու իրավունքների հզորացման ուժեղացման ուղղությամբ։ Այս սրանցով ենք մենք որոշում հայամետություն կամ հակամետություն, չգիտեմ ինչ որ ասածները։ Իսկ ինչ վերաբերում է հայամետ ռուսական ալիքներով, որոնք իդեպ ասեմ դա այլ պետության իշխանության էս պատասխանատվությունն է, որտեղ ատելության, պատերազմի եւ գիտեք ոնց է, երբ որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա է գործադրվում, օրը ցերեկով, եւ դուք այդ գնահատական չեք տալիս որպես ագրեսիա, ավելին ձեր ներկայացուցիչը նույնիսկ այցելում է օկուպացված տարածքները, դա հայամետություն չի։ Այո, ասում դա հայամետություն չի։ Շնորհակալություն այլ հարց դիտարկում, շնորհակալություն եւ մեր թեմայի պես առանցքում ինչ առաջնահերթություններ եւ պահանջներ է այսօր ձևակերպում քաղաքասարակությանը, կառավարությանը, իշխող ուժին կան այդպես առաջարկների ինչ որ փաթեթ կամ ինչ որ ասում են տեսլական, որոնք նախատեսում եք ներկայացնել։ Գուցե պարոն Ավագյանը պատասխանի, նոր դուք պարոն Սաքունց համեցեք։ Այս փուլում որևէ գործընթացի հետ կապված ես կարծում եմ այդ